Ասում են, այս կյանքում անփոխարինելի մարդիկ չկան։ Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում կարծես այդ նույնն է կատարվում։ Վահեն մահացավ, բայց կարծես նրա տեղը շուտով զբաղեցնելու է Արամը, ով եկավ Հայաստան ու շատ անսպասելի կերպով ներխուժեց բոլորի կյանք։ Թե Ռեբեկայի հետ է շփվում, թե հիմա արդեն մտնում է նրանց ընդհանուր ընկերական տարածք։ Գոռը Արմանն ու Արամը հանդիպում են։ Գոռը ծանոթացնում է նրանց, իսկ Արամը շատ ուրախ է այս ամենի համար, որ ծանոթանալով Արմանի հետ ինքը ևս մեկ քայլով մոտենում է Ռեբեկային։ Սարոյանն էլ, ինչպես արդեն նշել էինք, շատ խառն է։ Նա բոլորին ներկայացնում է իբր գործնական խնդիրներ ունի եւ շտապ պետք է մեկնի երկրից, որ այդ գործերն անհետաձգելի են։ Իսկ իրականում մենք այսօր պետք է անենք բացահայտում։ Սարոյանը ունի առողջական լուրջ խնդիր, որի մասին ոչ ոքի չի ասում։ Ընտանիքում շատ լարված մթնոլորտ է ու նա չի ցանկանում, որպեսզի բոլորը մոռանան իրենց հոգսերը ու զբաղվեն իրենով։ Սարոյանի անալիզների պատասխանները շատ վատն են, եւ հիմա նա փորձում է միայնակ լուծել այդ հարցը, բուժման կուրս անցնել, ապաքինվել եւ հետո նոր միայն ընտանիքին ասել ամեն ինչ։ Իսկ մինչ այդ նրա ընտանիքի անդամները բազմաթիվ սխալ ենթադրություններ են անելու ու շատ հարցերում մեղադրելու են Սարոյանին։ Ավելի ճիշտ, ինչու սխալ ենթադրություն, երբ Սարոյանն ինքն է ասում, որ այս դժվար պահին, երբ մի քանի օրից կայանալու է դատավարությունը, ինքը մեկնում է գործուղման։ Էլան, ինչպես վերջերս է իրեն պահում, հիմա էլ նույնն է։ Նա ստանձնել է Ռեբեկայի դերը ու բոլորին մեղադրում է։ Էլան ասում է, եթե այս դժվար պահին, երբ որոշվում է Արմանի ճակատագիրը, Միսակի մահվան հարցը, Սարոյանը ընտրում է կարիերան, փողն ու աշխատանքը, ապա ինքը այլևս ոչինչ չունի ասելու նրան։ Սարոյանը լսում է ու լռում։ Իսկ Արամը գրեթե ամեն օր Ռեբեկային սպասում է նրանց տան դարպասների դիմաց։ Դիմավորում է նրան շփիտով, իր հումորներով եւ լավ տրամադրությամբ։ Այս անգամ սակայն այնպես է ստացվում, որ այս ամենի ականատեսն է դառնում Գոռը։ Ռեբեկան դուրս է գալիս տանից, այդ պահին դարպասից քիչ հեռու կանգնած է Արամը, բայց նա չի հասցնում մոտենալ Ռեբեկային, քանի որ Գոռն է գալիս ու բարևում Ռեբեկային։ Գոռը եկել է Սառային աշխատանքի ուղեկցելու։ Նա նկատում է Արամին ու զարմանում։ Գոռը այս անգամ արդեն համոզվում է, որ Արամը իրենից ինչ-որ բան է թաքցնում, որ նա անտարբեր չէ Ռեբեկայի հանդեպ։ Արամը հիմա իրոք ստիպված կլինի բացատրել իր քայլերի պատճառն ու տրամաբանությունը։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով արդյոք Սարոյանը կմահանա, թե նրան կհաջողվի հաղթահարել հիվանդությունը ու վերադառնալ ընտանիք։ Ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի ներքևում եւ չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին։ Նայեք, Ռենայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մեծ դուրշը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։
Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարկինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, sense վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։